Մի նպատակ է ունեցել եւ այդ նպատակին այս պահին հասել են։ Խնդիրը եղել է հետեւյալը. քրեական գործ հարուցենք Վարդազարյանի դեմ, Վարդազարյանը կվախենա հրաժարական կտա, Ջանգիրյանը կդառնա ԲՏԽ նախագահ։ Բայց ես փաստորեն իրանցից համար դուրս եկա, հրաժարական չտվեցի, իրանք բարիս իսկական իմաստով բեխաբար են, ուրեմն նրանք մարգարեներ են։ Նրանք կարող էին 2021 թվականի փետրվար-մարտ ամսին կանխատեսել, որ իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվելու 2021 թվականի ապրիլի 12-ին։ Ծիծաղալու է, չէ՞, ժպտում եք։ Բայց իր փաստացի դա է տեղի ունենում։ Ինչքան էլ հիմա դուք ժպտագեր ժպտալով եմ ասում, բայց դա շատ ցավալի է, որ մեր այսօրվա իրականության մեջ, մեր այսօրվա արդարադատության ոլորտում այս հարցը փորձում են ես վստահ եմ, որ դատարանը մերժելու է, նախագահող դատավորը մերժելու է, ասել ասա մեղադրանքի հետ կապ չունի։ Դրա համար համարձակություն է պետք ունենալ, երկու պատգամավոր եւ մի Ջանգիրյան հրավիրել դատական նիստի, որպես վկա հարցաքննել, կարծում եմ նախագահող դատավորը չի գնա այդ քայլին։